Շարունակվի առավոտ լուսովիկի ընդեցիլիներ ես իսկ այս պայն ուզում ենք սիրով ներկայացնել մեր այսօրվա առաջին հյուրին։ Մեր տաղավարում հյուրընկալել ենք երաժիշտ, կոմպոզիտոր, շատ լավ, բարի մարդ Արտո Թունջբոյաջյանին։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Հետաքրքիր է հարցնել, թե ինչպես է սկսում Արտո Թունջբոյաջյանը իր առավոտը եւ ինչ մտքեր է առավոտյան ունենում։ Առավոտ շատերը տենց բարի լույս ասում են, ասում եմ ավելի լավ բարի հույս ունի։ Լավ սկսի օր։ Ինչպես եք սկսում ձեր առավոտը։ Հույսով լի։ Առավոտ ինձ համար դենց մի դրամատուրգին մտնում ես 24 ժամ կյանքը փոխվում է, ապրում է կյանքը ինքնին է, կարևորը այդ բանին շփվել կյանքը ոնց է փոխվում։ Ադոր համար ինձ համար արդյունում եմ շունչար գարամ գորնեալներ, շնորհակալություն ասում եմ ու սկսում եմ ինչ կարանի կյանքից սովորում ես ոնց կարաս շփվել։ Որովհետև ամեն ինչից չես կարաս գործես, ասենք մի ծրագիր սարքես ու սենց ունի, դենց չեկի դենց կյանքը մի օր է, որովհետև վաղը նորից արդյունում ես, բայց ինչի համար վիդ արդյուննես, Ադոր համար ինձ համար ավելի հետաքրքիր է կյանքին փոփոխությունների շփվել սովորել։ Ադոր համար մեր ձևով երկիրները կամ ինձ պես մարդը քիթուրքիազներ եմ ուզեմ ավելի ապագային պատկերացնումով նոր բաներ պետք է անեմ, କି ինձ պետք ունենան։ Ադոր համար շատ կարևոր է սովորել կյանքը ոնց է փոխվում ու Թունա ոնց է, ասենք երգիր ըննի կամ մարդ ըննի ինձ է պետք է շպտվել կյանքին։ Մեր ձևով երգիրները չեմի ki մենք նավթ չունենք, էսի չունենք, բայց ավելի կարևոր բաներ ունենք, ki չես կարաս ջնջել կյանքից, այդ ստեղծագործություն, կրեատիվիտեն, մենք օրինակ երգիրը լալով պետք է պատկերացնենք 1000 տարի հետո ոնց պիտի ապրվի։ Այդ ժամանակ կարանք միանալ աշխարհին հետ, որովհետև ես վստահ եմ մենք այդ միտքը ունեցող մարդեր ունենք, տաղանդ ունենք, հնարավորությունն է գա, բայց ամենակարևոր բանը ցանկությունն է։ Պակասը կազմակերպվել, այդ միտքը ճիշտ ձևով կազմակերպվել, իր իմաստարող ձևով ներկայացնել։ Էստա փորձում եմ այս երախաներով կոնե մի հատ օրինակ դառնալ, որովհետև բարը չեմ սիրում, բայց չգիտեմ ուրիշ բարը դա հաշմանդամ ասում են, բայց ասում եմ հա ֆիզիկական պրոբլեմ ունեն, այո, բայց մտածելակերպները ուշադիր ունես, հաշմանդամ ինչ է նշանակում, հաշմանդամ մտածելակերպն է ինձ համար, որովհետև մենք կրվում ենք իմ հեռախոսը ինչ համար գարմիրցի, մյուսը գաբույտը, իմ ավտոն էսի ինձ, բայց իսկական կյանքի իմաստը մոռանում ենք։ Մենք չենք ծնում իրարու վնասելու կամ սպանելու համար։ Մենք ծնում ենք մարդ, բայց մարդին իմաստը ինչ է խիղճ ունեցող, հետաքրքրություն ունեցող։ Հետաքրքրություն ունես, քո կյանքին վիտամինն է նորորությունները։ Չի պիտի վախենաս։ Մենք կախվում ենք մի քիչ անցյալի մուրեն շատ։ Այդ օր այդ խբարդանում ենք։ Բայց անցյալը անցեր է։ Ես շնորհակալություն ասում եմ, ki բոլոր այդ ովքեր են իրենց կյանքը ապրել են մեզի այդ անգեղծ կիսվեր են, ki մենք ավելի առողջ ձևով ապրենք, շնորհակալություն ասում եմ, բայց չեմ կարամ ապրել իրենց կյանքը, կամ վաղը ամեն ինչը կարամ փոխել, այսօր էսադեն ապրում եմ, Էսի մինչին դեմ եմ, էսի մինչին դեմ եմ, էսի մինչին չէ, իսկ էլեկտրոնիկ էսի մինչ մի երաժշտությունին դեմ եմ, հեռուստատությունին դեմ եմ, էսի Քանի որ դուք անդրադարձաք այդ կարևոր թեմային, ձեր թույլտվությամբ մենք էլ անդրադառնանք, որտեղ մայիսի 19-ին ձեր բարեգործական համերգն է լինելու, որն ուղղված է հատուկ կարիքներ ունեցող անձանց։ Ճախրուկ էթնո երաժշտախմբի անդամների սոցիալական տների կառուցմանը։ Այ առաջարկում եմ, եթե դեմ չեք, զրուցենք մի քիչ սպասվող համերգից, ինչով է առանձնահատուկ լինելու այս համերգը։ Կյանքին մի հատ մոդիգանալը ձև ունեմ, ով ինչ հնարավորություն ունի, ինչ կարա անի լավ այդ հնարավորությունը։ Մեզ ինձ համար ամենեն կարևորն է, այս երեխաներից շատ բան սովորի։
Ki մենք բարապարապաներում գախվում ենք, բայց իրենց ուզում եմ լավ օրինակ ըննի, ոնց մի հատ միտքը կազմակերպվում է ու վերջում ինձ է դառնում։ Այդ ադորամար այս Մխիթարյան քույրերին ու իրենց ընտանիքին ու այդ ձևով ովքեր են իմ անունները չգիտեմ, բայց բոլորին շնորհակալություն ասում եմ, որովհետև այս երեխաներին իսկականից իրենց կյանքը նվիրելով պահերեն ու շատ հետաքրքիր հույսով եմ լավ օրինակ կնի, ki մինակ միտքը չի հասկացար, այդ կազմակերպվել է, մենք ազգը լալով, երկիրը լալով, մի գիտոր Garank ne սովորել ինձ է այդ կազմակերպվել, ամիսօր մեր կյանքը ավելի առողջ ձևով, ավելի հազույքով garank ապրել։ Ադորամար մինակ նորություն գտնել, մի բանին դեմ լնել չի։ Բայց կրեատիվիտեն, գիտես ինձ ավելի իր իմաստով առողջ ձևով օգտագործվել։ Օրինակ Շատերը դուք կարող եք լսել, ես հերոստատություն չեմ սիրում, հերոստատությունը ինքնին պրոբլեմ չունի, պրոբլեմը է հերոստատությունը ով է օգտագործում, չէ պրոդյուսերները կամ դիրեկտորները, այդ ոնց են պրոբլեմը, չեն հերոստատությունը քեզի 1000 կիլոմետրից հեռվից մի բանը քո դունից մեծ բերում է, բայց եթե մենք ոնց ենք օգտագործում, օրինակ երաժշտությունը մեծն է դենց բաներ ունում է, կոմպյուտերից առաջ մի հատ երգ գրում էին, երգում էին ուրիշ ընկերներին, ուզում էին իրար հետ նվագել ու լսել ki ոնց է լսվում, բայց կոմպյուտերից հետո ամեն մարդ իր միտքը դունի մեծ անում է, էդի է շատ լավ, այդքան մենց ժողովուրդ չես կարաս հավաքել, ոնց պիտի լսես, բայց վերջում ինձ եղավ, հիմա դենց ոնց ենք օգտագործում, մի սխալ լնում է, թում մի մտածել էդի կշտկենք, ձայնդ կշտկենք, էդի կշտկենք, հետո պերֆորմը պծանում է։ Ադորամար առող ձևով օգտագործում ենք, չվախենալ նորորությունից, բայց ճիշտ ձևով օգտագործեն։ Իսկ ինչպես սկսվեց համագործակցությունը Ճախրուկի հետ։ Ես քույրերից զանգին, ու էսալ իմ էմոցիոնալ բաները մի քիչ փախած բաներով բաները տեսնում եմ մի 2-3 շաբաթ ինքնին չեմ կարամ որ հավաքել ու ընկերս ասի ki տունա ինձ հետ եկուր yani չգիտես ինչ կարանլի բայց երբ հանդիպես երախաներին համ լալիս եմ համ ժպտում եմ համ քեփանում էմոցիաները շատ են լինում այո խառը միտքս սկսավ ապակային էս ոնց է sense կարան կանել էս ոնց է թուրնե կարան կանել էսիմից կարան կանել մի քիչ շատ ողջորվեցի, ադորամար շատ ուրախ եղա իրենց ճանաչի, ki իրենց մեծերնին մի քանի մատ օրինակ այդ Համլետը դուք նվագում է, իրեն ասել են ki 2 տարեկան էս չկարավ քայլի կամ էս ինձ, բայց տղեն քայլում է, հիմա նվագում է, էդի մի լավ օրինակն է, ադորամար մենք միանանք լավ աներ գարաննի։ Երեք երբ որ ծանոթանում ենք այս ամենի հետ կապված, հասկացանք, որ թիմային աշխատանքի արդյունք է ու ինչ թիմ է հավաքվել։ Թիմի մասին նույնպես խոսենք։ Այս բնավորությունը ունեցող մարդերն են, ովքեր են խիղճ ունեն ու մի քանի բնավորություն կա, ki մեկը մի դե վատ վիճակը նայում է ու ինքնալ խփում է, բայց ուրիշ մի բնավորություն կա տեսնում է ու ցերկ տալիս է, այս հիմա էդի է, այս ինձ համար երկ, այդ բահին է երկեր կարողաննի համերգի ադեն, այդքան հանգիստ զգում եմ իրենց հետ, որովհետև իրենց զգացումը շատ ուժեղ է, ու ինձ համար ամենեն կարևոր բանը թե ժողովուրդն ալ դենց այս մտածելակերպին միանալ, ki մի կենտրոն սարքել, ki որովհետև օրինակ մենք փոքր երկիր ենք, բայց մենք բան կարանք արասարգել մարդոց համար։ Ես ծախրուկներն էդի օրինակը լալով ուզում էի մի քիչ փորձի, ուզում էի հենց Եվրոպայի թուրնե անենք, ki տեսնեն, yani
Այս ձևով Այո, դուրս գան, շրջագայեն։ Այո, այդ հույսը շատ ադորամար ասում եմ, որ առավոտելնում է Փարուլույսին գողքը բարի հույս աթիր, որովհետև այս երախաները քո կյանքին հույս տալիս են։ Նաև մենք գիտենք, որ դուք Զոլաքարում 20 տարի շարունակ կառուցած տունը 25 տարի շարունակ կառուցած տունը վաճառում եք, որպեսզի օգնեք ճախրուկի սաներին հասնել իրենց երազանքներին։ Ու իրենց այդտեղ եկան մի օր հավաքվինք այդտեղ, շատ համերգ տվինք քյուրը ու հետո իմ տուն այդտեղ հոամասին շատ լավ կերպ վարինք, իսկականից էդի պետք է գիսվենք, ես ասի ավելի լավ այդ իրենց դանին համար մի բան ունի, ես իրենց հոգում մեջ կամ, իրենց դանին մեջ կամ ես, էդի գիտեմ գոր, ես հույսով եմ ժողովուրդն շուտ կմիանա ու հետաքրքիր մեկը վերցնել լավ գտնի ու այդ փողը ինձ հետ կապ չունի, ես տվերեմ, փանալիննա տվերեմ, կատաստրին թուղնա տվերեմ, այդ փողը իրենց հոամասին, իրենց տունն սարքելու համար երդում է, հույսով եմ ես ամերգից ու ես հաղորդումից հետո յալ ուրիշ մարդերնա կմիանան, մեկ անգապ փողեր զախսում ես, երդում է հետ մի պան իմաստ չունի, բայց եսի մենձ իմաստ ունի, իրենց ամիանան, իրենց հոգուննա հանգստանը։ 500 դրամ մեկը կրբանը, 500 դրամ։ Ինչ կարաննի այդ կրբանից թուրս կա։ Աղկատ կարաննի կամ կրբանը բայ հարուստ կարաննի, ոչ։ Բայց 500 դրամին պետք ունեցողներ կամ այո, այդ ինձ մի գոմ տրնում եմ։ Բայց 500 դրամները միացնում եսն է, ասենք 1 միլիոն մարդ 500 դրամ դվավ, ասենք։ Բայց Եվ հենց այդպես էլ կարող է երեխաների երազանքները իրականություն դառնան։ Շատ մարդուն կյանքը կարա փոխի, բայց ամենեն կարևորը ազգը միացնել, բայց ազգը միացնելու համար մի նպատակ պիտի ունի։ Հայ ասում ենք, մենք չենք գիտենք, որ ինչու համար հայ ենք, ասում ենք մեզի։ Օրինակ, ես ինչ է մեր ֆիլոսոֆին, ինչ պիտի առասարգենք աշխարհին կամ ընդհանուր մարդոս։ Ես ասում եմ, հայ ինձ համար խիղճ ունեցող, հետաքրքրություն ունեցող, իր առողջ միտքը գիսվելից մարդու հետ հաջող կզվող։ Էդ է ինձ համար հայ։ Ամեն այս հնարավորություն չունեցողներին կարանք օգնել ու այդ հնարավորությունը վերջում դառնում է հույս ունին է իր հոամասին, հույս ունին է իր միտքն է, իր ծեղսակորդությունն ամնում է այս հոամաս։ Լավ, բացի բարեգործական համերգից, ինչ նորություններ ունեք։ Էդի այդ որ պիտի տեսնեն, ամեն ինչ ասեմ կարող չեն կար։ Չէ, բացեք Մի երկու բան պատակացերը։ պետք է ասեք։ Կան, այդ ուզում եմ այդ երեխաներն այդ մի բան հավաքել ու քի էդոր վրեն մի քիչ աշխատում ենք ու հյուրադուկ մի երկ սարքենք, բայց այդ հյուրադուկ բանը հյուրադուկ Օրվա համար եք պահել։ Շատ լավ, բայց առասարակ այս տեսակ մի կարծիք կա, որ երաժիշտները սովորաբար սիրում են, կարևոր է ստեղծագործելու համար միջավայրը։ Որտեղ են գտնվում կամ որ ժամին են սկսում, ձեր համար կա ինչ-որ հատուկ տեղ կամ միջավայր կամ ժամ, պահ, Որտեղ էլ ավելի լավ եք ստեղծագործում։ Նայ, մենակ իմ էգոյին համար չի, բայց ես գիշերվային մարդ եմ, 10 տարեկանից ակումբներ աշխատում, օրինակ մի ձևով երաժշտություն կա, կի ժամը 7-ին չես կարաս սկսել, բայց այդ Զգացողությունը նույնը չի։ Չի, հասկացալ։ Շնորհակալություն Արտո Թունջբոյաջյանին հայտնենք, որ առավոտը սկսեցիք մեզ հետ, եւ ես համոզված եմ, որ շատերը կմիանան այս նախաձեռնությանը եւ իսկապես հրաշալի գործ եք անում։ Շնորհակալություն։ Ձեզի շնորհակալություն։ Եվս մեկ անգամ փորձենք հիշեցնել, թե մայիսի 19-ին սպասվող բարեգործական համերգը որտեղ է լինելու։ Եկեք սպասում ենք Սունդուկյան թատրոն, եկեք սպասում ենք Սունդուկյան թատրոն, մայիս 19-ին։ Բրավո։ Մայիսի 19-ին Սունդուկյան թատրոնում այո տեղի կունենա ճախրուկ բարեգործական համերգը։
Շնորհակալություն, իսկ մենք շարժվենք։ Այո, իրադարձությունը, որովհետև իրոք ֆանտաստիկ իրադարձություն է տեղի ունենում։ Շատ շնորհակալություն։ Ձեզ լավ օրենք մաղթում, իսկ մենք ինչպես նշեց Գեղեցկուհին, Իդեալ շնորհակալություն Մեգինան։ Իսկականից շատ կարևոր է միանանք ամենից, կարանք ամեն խնդիրներից, կարանք հանգիստ ձևով անցնել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ շարժվում ենք առաջ։